Այսպես իսրայելցիները դիմավորում են մեքենաները, որոնցով տեղափոխում են Համասի գերության մեջ մահացած 4 հրեաների մասունքները։ Մեքենաներն ուղևորվում են Թել Ավիվի դատաբժշկական ազգային կենտրոն։ Իսրայելում անհամբեր սպասում են մասունքների նույնականացմանը։ 737 օր գերությունից հետո իսրայելցի պատանները բուժօգնություն են ստանում Թել Ավիվի Շեբա բժշկական կենտրոնում։ Առողջական լուրջ խնդիրներ չունեն։ Նիհարած են, թույլ։ Մի պատանդ կորցրել է մեկ աչքի տեսողությունը։ Սիրո ու ջերմության կարիք ունեն նախկին պատանները։ Նրանց հոգեկան վիճակն է խաթարված։ Վերականգնողական բուժման կուրս կանցնեն։ Պաղեստինցիներն էլ Ռամալլահում ցնծությամբ դիմավորում են իսրայելական Օֆեր բանտից ազատ արձակված իրենց հայրենակիցներին։ Ահմեդը 20 տարի է անցկացրել իսրայելական բանտում, արդեն չգիտի էլ սպասող ունի տանը, թե ոչ։ Մեր ուրախությունը լիարժեք չէ, քանի դեռ բանտերում հայրենակիցներ ունենք, նրանք շատ ծանր վիճակում են։ Մենք հայրենիքից հեռու էինք ամբողջովին մեկուսացված, չէինք էլ պատկերացնում ինչ սարսափելի ողբերգության մեջ է մեր ժողովուրդը։ Զինադադարի համաձայնագրի կնքումից ժամեր առաջ Գազայի հատվածում Համասի զինյալները մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ համագործակցության համար մեղադրվող պաղեստինցիներին։ Աշխարհի տարբեր քաղաքներում խաղաղության դարաշրջանն են տոնում Իսրայելի ու Պաղեստինի հազարավոր աջակիցներ։ Իսրայելի հրեական համայնքը պարում է Հռոմի փողոցներում։ Խուզիչ պահ է, ավելի քան 2 տարի սպասել ենք, որ պատանդները հասնեն իրենց ընտանիքներին։ Փարիզի Տրոկադերո հրապարակում էլ հրեական տոնախմբություն է։ Սա խաղաղության դարաշրջան է Իսրայելի ամբողջ մերձավոր արևելքի համար։ Ջակարտայում Պաղեստինամետ հավաք է։ Այս մարդիկ նախ շնորհակալություն են հայտնում Գազայի բնակիչներին, իսրայելական հարձակումներին 2 տարի դիմանալու համար։ Թերահավատ ենք, Իսրայելը իր ստերով է հայտնի աշխարհին։ Չնայած հրադադարը խոստումնալից է, Գազայի ժողովուրդը սկսել է վերադառնալ, պետք չէ զգոնությունը կորցնել։ Իսրայելցիները միշտ զգաստ են։ Քննադատում են Պաղեստինի անկախությունը ճանաչած շատ երկրների։ Տարօրինակ է, այդ երկրները թույլ չեն տալիս Պաղեստինին բանակ ունենալ։ Ինչ պետություն առանց անվտանգությունը երաշխավորող կառույցի։ Գազայի բնակիչներին սատարող ակտիվիստները պնդում են, թե զինադադարը ազատագրում չէ, պաղեստինցիների 2 տարվա սպանդից հետո իրենք չեն կարող վստահել Նեթանյահուի կամ Թրամփի խոսքերին։ Գուցե մի օր նորից կրկնվի պատմությունը։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։